Բարև բոլորին, եկեք մի 5 րոպե սպասենք, մի քիչ էլ հավաքվեն։ Լավ, եկեք մի հատ ասեք իմ ձայնը լսելի է թե չէ։ Այո, լսելի է, հիմա էկրանը կիս։ Բարև ձեզ, մենք շարունակում ենք մեր դասախոսությունների շարքը, այս 14-րդ դասախոսությունն է, այսօր ամսի 10, հունիսի 10-ը 2025 թվականությունը կվարեմ ես Հայկ Աղեկյանս, դասախոսության թեման կլինի կծանոթանանք էլեկտրոքիմիայի ներածությանը, թե ինչ է գալվանական էլեմենտի հավասարումը, եկեք անդրադառնանք թե ինչ է իրանից ներկայացնում։ Շատերին երևի ծանոթ է դպրոցական կուրսի որոշ ռեակցիաներ տեղի են ունենում էլեկտրոնների անցմամբ ու այդ էլեկտրոն
ռեակցիաները անվանում են վերոքս ռեակցիաներ, այսինքն վերականգնման եւ օքսիդացիաներ։ Էլեկտրոքիմիան ուսումնասիրում է այն քիմիական ռեակցիաները, որոնք էլեկտրոնների շարժ, այսինքն էլեկտրոնները ինչ որ մի նյութի մասնիկի իոնից անցնում են դեպի մյուս մասնիկը, իոնը կապ չունի։ Վերոքս ռեակցիա, վերականգնումը եւ օքսիդացումը դպրոց երևի գիտեք, օքսիդացումը դա այն է, երբ որ էլեկտրոն կորցնում է եւ ձեռքաբերում, վերականգնումը դա այն է, երբ որ ինքը էլեկտրոն վերցնում է եւ աստիճանը նվազում է ու կախված կարա դառնա չեզոք, կարա մնա դրական բացասական, եթե չեզոք ատոմը կամ մոլեկուլն է էլեկտրոն վերցնում, դառնում է բացասական։ Այդ ռեակցիաները ոնց է ուսումնասիրում։ Լիցքավորված մասնիկի շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք։ Սա քիմիայից էլ, ֆիզիկայից էլ անցել ենք, որը ներկայացված է վերականգնման եւ օքսիդացման ռեակցիաների օրինակներ, երկաթը կորցնելով 2 էլեկտրոն դառնում է երկաթ 2+, սա օքսիդացման ռեակցիա է, ջրածնի իոնները, ինչը իրանից ներկայացնում է ուղղակի պրոտ վերցնելով 2 էլեկտրոն, այսինքն գումարվում է 2 էլեկտրոն եւ առաջացնում է ջրածնի օքսիդացման աստիճանը 0 է։ Նկարում պատկերված է թե այդ շարժը ոնց է տեղի ունենում, օքսիդացումը նշանակում է ատոմների կորուստ, վերականգնումը ձեռք բերում, նոր ատոմների չէ, էլեկտրոնների կորուստ եւ էլեկտրոն։ Հաջորդը հասկացանք ինչա քննարկում հիմա անդրադառնանք արդեն թե ինչը նրա այսպես ասած այսինքն որտեղից է սկսել։ Գալվանական էլեմենտ ասվածը երևի ոմանք դա հայտնաբերել են Լուիջի Գալվանին եւ Ալեքսանդրո Վոլտան 1780 եւ 1790-ական թվականներին, դա այսպես ասած սկիզբն էր, որ նրանք դրեցին, ինչա իրանից ներկա գալվան նրանց պատվին անվավ է, նաև անվանում է վոլտայական էլեմենտ, ինչա իրանից ներկայացնում, այն կարբոնական էլեմենտը էլեկտրոքիմիական, որում էլեկտրական հոսանքը գեներացվում է ինքնաբերաբար ընթացող ռեդոքս ռեակցիայի արդյունքում կամ օքսիդացման ռեակցիայի արդյունքում։ Այստեղ պատկերված է առաջին կարբոնական էլեմենտի եւ պղնձի ցինկ պղնձային կարբոնական էլեմենտը Դանիելի էլեմենտ են անվանում, եթե չեմ սխալվում, այստեղ սխեմատիկորեն ոնց է աշխատում կարբոնական էլեմենտը։ Մենք ունենք երկու էլեկտրոդ, որը կազմում է իրանից ցինկի էլեկտրոդ, մյուսը պղնձի էլեկտրոդ, որոնք ընկղմում պատասխանաբար ցինկի երկարժեք իոններ պարունակող լուծույթում եւ պղնձի իոններ պարունակող լուծույթում։ Սրանցից անոդ կաթոդ արտահայտությունները երևի շատերին ծանոթ է, ուղղակի անոդը ինչից է գալիս, որովհետև անոդի վրա գնում են անիոններ եւ տեղի ունենում օքսիդացում, վրա գնում են կատիոններ եւ տեղի ունենում վերականգնում։ Այդտեղից է նրանց անունները հետևաբար, եթե անոդի վրա գնում է օքսիդացում, ինքը ունի բացասական լիցք, որ բացասական լիցքը տրամադրի եկած կատիոններին ու վերականգնի եկած կատիոնները, անիոնները, շփոթ խառնեցի, եթե գնում են անիոնները անոդի վրա, հետևում օքսիդացում, տալիս են անոդին էլեկտրոններ ու ինքը ձեռքաբերում բացասական լիցք, կաթոդի դեպքում, ու այդ լիցքը, որ ձեռք բերեց անոդը, այստեղ կամրջա է անգլերենից թարգմանաբար նշանակում է աղային կամրջակ, ինքը իրանից կոպիտ ինչ-որ կապող ինչ-որ մարմին, որ երկու էլեկտրոդների լուծույթ կապում, որ էլեկտրոնները հենց որ կարողանան շարժվել։ Այս գծով, որ պատկերված է, դա էլեկտրոնների շարժման ուղղությունն է ցույց տալիս ու գալվանական էլեմենտի, իրական գալվանական էլեմենտի դեպքում սրան միացված է վոլտմետր հոսանքի ուժը։ Այսինքն ինչ ուժով հոսանք է էլի իր մեջով Այստեղ տեսնում ենք, որ անոդի վրա տեղի ունենում օքսիդացում, այսինքն մեր ցինկը
կմվածած 5 2+ իոն պարունակող լուծույթի մեջ։ Օքսիդանումա լուծույթում ավելանում է 5 2+ իոնների կոնցենտրացիա, առաջացած էլեկտրոնները, երկու էլեկտրոն, որ կորցրել է, տեղաշարժում էլեկտրոդ, այսինքն պղնձի մոտ, եւ լուծույթում գտնվող այս կաթոդի կուպրում 2+ իոնները վերցնելով այդ երկու էլեկտրոնները վեր են ասվում, ինձ նստում է էլեկտրոդի վրա։ Սա իրանից ներկայացնում է, թե ինչ է իր նշանակական էլեմենտ, շատ մակերեսային ներկայացումն է գալվանական էլեմենտի, ու սա ամենապարզ մոդելն է գալվանական էլեմենտի, ավելի բարդ մոդելներ են հիմա հայտնի տարբեր էլեկտրոդներով, ինչպես գիտեք, միայն փոխինչ չի այնտեղ պլատին, ածխածնային տենց ածխածինն են օգտագործում։ Այստեղ կարևոր նշանակություն ներկայացումը, որովհետև ամեն անգամ այսպես նկարել սխեմատիկորեն, թե ինչ է իրանից ներկայացան էլեմենտը, բարձր անհարմար է ու մշակվել է որոշակի մեթոդ, որը հնարավոր է ներկայացնել գալվանական էլեմենտի, գալվանական բջիջը որոշակի նախ բջիջը ներկայացնելու համար մենք տարենք հետևյալ քայլերը։ Մենք պետք է գրենք օքսիդացման կիսարեակցիան, պետք է գրենք վերակենդանացիան եւ պետք է գրենք բջջի գրառումը սկսել անոդից։ Կան են 3 կետերն են, որ պետք է իրականացնենք բջջի գրառումը համար։ Բջջի գրառումը ստորև ներկայացված է, սկզբից գրում ենք անոդի լուծույթը։ Մեր դեպքում այս գալվանական էլեմենտում պարզեցինք, որ ցինկը իրանից ներկայացնում է անոդ, իսկ անոդի լուծույթ պլյուս իոններն են։ Հետևաբար մեր բջջի գրառման մեջ ու փակագծերում գրում են իր ագրեգատային վիճակը, այսինքն ցինկը պինդ ագրեգատ։ Այս ուղղահայաց գիծը, մեկ գիծը եթե դրվում է, դա նշանակում է անցում, ֆազերի միջև անցումն է, այսինքն հեղուկից պինդ ֆազը անցումն է իրանից։ Եթե անոդի ու անոդի լուծույթի մեջ ենք անցում կատարում, հետևաբար մի գիծ։ Դնում ենք մեկ գիծ եւ գրում 5 2+, ակվան նշանակում է այսինքն հեղուկի, լուծույթումը։ Դրանից հետո արդեն երբ որ գրեցինք անոդի դնում ենք երկու զուգահեռ գծեր ուղղահայաց, որը ասում է կամրջակային, աղային կամրջակը։ Սա ուղղակի աղային կամրջակման ձևն է, որ ցույց է տալիս անոդից կաթոդ անցումը, այսինքն որ անոդի հատվածը անցում ենք կատարել արդեն կաթոդի հատվածին։ Հետո գրում ենք կաթոդի լուծույթը ու կրկին բաժանում ենք ֆազային ուղղահայաց գծով եւ գրում ենք կաթոդը։ Անոդի կաթոդի լուծույթը կուպրում 2+-ներ, իսկ կաթոդը այստեղ օքսիդացման եւ վերականգնման կիսարեակցիաները դրանք այն ռեակցիաներն են, եթե մենք ընդհանուր կարող գրենք այս գալվանական էլեմենտի ցինկին գումարվել է կուպրում 2+ եւ ստացվել է ցինկ եւ կուպրում կամ դրանց աղային վիճակով, այսինքն ցինկ գումարած պղինձ քլոր 2 ստացվում է ցինկ քլոր 2, հետո ինչ որ աղի տեսքով է, էլի պղինձը։ Ընդհանուր մեր ռեակցիան է գալվանական էլեմենտի, կիսարեակցիան դա իրանից անոդի վրա ինչ ռեակցիա տեղի ունենում։ Օրինակ օքսիդացման ռեակցիան անոդի վրա տեղի է ունենում հետևաբար օքսիդացման կիսարեակցիան դա նույն անոդի վրա ընթացող կիսարեակցիան է։ Դա իրանից ներկայացնում ցինկի օքսիդացումը մինչև ցինկ 2+, այսինքն այս ռեակցիան անոդի վրա ընթացող կիսարեակցիան է։ Իսկ կուպրումի վերականգնումը մինչև կուպրում 2+-ի վերականգնումը մինչև կուպրում, դա արդեն ընթացող վերականգնման կիսարեակցիան է։ Սա գրառման մեթոդ։ Հիմա եկեք անդրադառնանք ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալ հասկացությանը։ Ինքը իրանից ինչ է ներկայացնում։ Կոպիտ է, եթե ասենք, դա n հոսանքը, որը գեներացվում է ընթացքում։ Ու քանի որ մենք ունենք երկու հատված,
այսպես ասված, անոդային հատվածը եւ կաթոդային հատվածը առանձին անվանում են Մեր մոտ ընդհանուր գարվանական էլեմենտի ստանդարտ պոտենցիալը որոշելու համար պիտի հանենք կաթոդի պոտենցիալից անոդի էլեկտրոդային պոտենցիալը։ Իսկ օրինակ, այսինքն մենք պիտի հանենք կուպրում 2 պլյուսը վերականգնવા միջև կուպրում այդ ռեակցիայի էլեկտրոդային պոտենցիալը վոլտերով արտահայտված ցինկի օքսիդացումը միջև ցինկ 2 պլյուս այդ ռեակցիայի էլեկտրոդային պոտենցիալը։ Այդ ռեակցիաների էլեկտրոդային պոտենցիալները ոնց են որոշվում, դրանք որոշվում են ջրածնի էլեկտրոդային պոտենցիալի, դա իրանից ներկայացնում է H2-ի անցումը2 հատ H+-ի կամ H+-ի անցումը H2-ը կորցնում է 2 հատ էլեկտրոն, ստացվում է 2 հատ H+, կամ 2 հատ H+-ը ձեռք է բերում 2 հատ էլեկտրոն ու ստացվում է H2։ Դա ընդունելով համեմատ, դրա վերջինս ընդունելով 0 վոլտ, այսինքն այդ ռեակցիայի համարում են 0։ Այսինքն այդ ռեակցիայի արդյունքում գեներացված հոսանքները ու ի համեմատ դրան հաշվում են մեր մնացած կիսարյակ էլեկտրոդային պոտենցիալները։ Ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալները դրանք 1 մոլ մթնոլորտ ճնշման պայմաններում 25°C-ում այդ գեներացված քանակն է։ Ես0 է նշանակում, այս 0-ն կամ օղակ ստանդարտ պայմաններ, այսինքն 25°C 1 մթնոլորտ ճնշում։ Ընդհանուր բջջի էլեկտրոդային պոտենցիալը հաշվելու համար E-ից E կաթոդից հանում են E անոդը, ու ինչու սա արդեն կապել են ընդհանուր բջջում տեղի ունեցող ռեակցիայի էներգիայի հետ։ Այդ չգիտեմ անցել եք թե չէ, նախորդ դասում Գիբսի ազատ էներգիան էլեկտրովերոքս ռեակցիայի համար հավասար է մինուս NFE, որ ռեակցիային մասնակցող էլեկտրոնների քանակն է, F-ը Ֆարադեի 96485-ի հավասար եւ E0 բջջի ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալն է վոլտերով արտահայտված։ Սա ոնց են, այսինքն ոնց կարող ենք ենթադրենք, սրանով հնարավորություն տալիս մեզ ըստ այս հավասարման արդյունքի, այսինքն Գիբսի ազատ էներգիա այդ վերոքս ռեակցիան ինքնաբերաբար կընթանա ստանդարտ պայման։ Թերմոդինամիկայի բաժնից արդեն անցել եք, որ եթե դելտա G-ից ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար, եթե դելտա G մեծ է 0-ից ռեակցիան չի ընթանում եւ եթե դելտա G-ն հավասար է 0-ի, ռեակցիան հավասարակշռային վիճակում է գտնվում։ Դրանից ենթադրություն կարող ենք կատարենք, որ եթե մեր բջջի ստանդարտ էլեկտրոնը մեծ է 0-ից, քանի որ n-ը եւ f-ը դրական արժեքներ են, հաստատուն թվեր են, յուրաքանչյուր f-ը միշտ է հաստատուն, n-ը դրական է ու ռեակցիայի համար ինչ որ արժեք, այսինքն էլեկտրոններից կախված։ Մեր դեպքում ցինկի պղնձի էլեկտրոդային բանի դեպքում, գալվանական էլեմենտի դեպքում 2 էլեկտրոն է։ Դրանք քանի որ դրական թվեր են, yen եթե դրական է, հետեւաբար մեր ընդհանուր արտադրումը բացասական, հետեւաբար Գիբսի էներգիան բացասական է, ու ռեակցիան կընթանա ինքնաբերաբար։ Ու հակառակը, եթե yen բացասական է, ընդհանուր արտադրել դրական է եւ ռեակցիան չի ընթանում։ Անդրադառնանք հավասարմանը, Նեռստի հավասարումը ստեղծում ռեդոքս պոտենցիալի, ջերմաստիճանի, կոնցենտրացիայի, էլեկտրոնների քանակի, էլեկտրոդային պոտենցիալների միջև։ Ինչ է այս նախադասությունը իրանից ներկայացնում։ Քանի որ հաշվեցինք մեր ընդհանուր համակարգի գալվանական էլեմենտի էլեկտրոդային պոտենցիալ պայմաններում, Նեռստի հավասարումը ուղղակի կապ է ստեղծել ոչ ստանդարտ պայման, եթե այլ պայմաններ ունենանք, ինքը ոնց կապված կլինի ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալի այդ պարամետրերը տվյալ պայմանների, ջերմաստիճանը, ռեակցիայի հաստատունը, ինչպես կազդեն էլեկտրոդային պոտենցիալի վրա։ Ինչպես է ստացվել հավասարումը։
այս հավասարումը երևի ձեզ ծանոթ է թերմոդինամիկայից, որ ռեակցիան հավասարար ռեակցիայի դելտաժեն երկու ստանդարտ պայմաններում գումարած RT QR։ QR-ը իրանից ներկայացնում է ռեակցիայի քվոտիենտը, քվոտիենտը անդառնանք հետո իրանից ինչա ներկայացնում, հիմա ուղղակի քվոտիենտը անցնենք առաջ։ Այս երկրորդ հավասարումը մինուս ZF-ը իրանից ներկայացնում մինուս NF-ը հավասարումը։ Հիմա եթե մենք ու տեղադրենք մինուս ZF-ին դելտա J-ի փոխարեն ու F-0-ն դելտա J 0-ի փոխարեն։ Մենք կստանանք, որ մինուս ZF մինուս ZF-0 գումարած RT լոգարիթմ QR։ Եթե ընդհանուր արտահայտությունը բաժանենք ZF-ի մինուս հավասարման ձախ մասում կստանանք կմնա միայն E reduction IC, այսինքն E էլեկտրոդային պոտենցիալի արժեքը պայմաններում։ Աջ մասում այս հատվածում այս դելտա J0-ից կմնա E ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը ստանդարտ պայմաններում այս արտահայտությունը RT-ն բաժանած ZF-ի լոգարիթմ QR։ QR-ը այստեղ ներկայացված է, որ հավասար է վերական միացությունների ակտիվությունների հարաբերությանը օքսիդացած միացությունների ակտիվություններին։ Այսինքն ինքը իրանից ներկայացված ռեակցիայի հավասարակշռության հաստատում, բայց որոշակի տարբերությունից։ Ստանդարտ պայմաններում Nernst-ի հավասարումը ընդունում է հետևյալ տեսքը՝ E0 հանած 0.0592 վոլտը բաժան լոգարիթմ 10-ով լոգարիթմ ռեակցիայի քվոտիենտ։ Եթե տենակ ուղղակի RT-ն բաժանած F-ի 0.0592 թիվն է ու դա բազմապատկած 2.302-ով, որը բնական լոգարիթմից 15-ով լոգարիթմի անցումն է իրանից ներկայացնում։ Սա Nernst-ի հավասարումն է, որը մեզ թույլ է տալիս, որ այդ ոչ ստանդարտ Z-ը, այստեղ հարց են գրել, Z-ը իրանից ցույց է տալիս էլեկտրոնների N-ն է, էլի, նախորդ այս գրել ենք մինուս NF-ը, դա այս ձևով գրած ուղղակի Z-ը կրկին, ոչ մի տարբերություն չի։ Nernst-ի հավասարումը հասկացանք իրանից ինչա ներկա օգտագործվում։ Հաջորդը ռեակցիայի քվոտիենտին անդառնանք ու իր տարբերությանը, թե ինչով է տարբերվում ռեակցիայի հավասարակշռության հաստատումից։ Ենթադրենք հետևյալ տրիվիալ ռեակցիան, այսինքն A + B C հավասարակշռության մեջ է ու համապատասխանաբար իրանց գործակիցներով։ Ռեակցիայի հավասար է ռեակցիայի մասնակցող նյութերի վերջանյութերի կոնցենտրացիաների հարաբերության ելանյութերի կոնցենտրացիաներին իրանց գործակիցները ցուցիչում դնելով, բայց տարբերվում է K-ից նրանով, բնութագրումը համակարգը ոչ հավասարակշռային վիճակում ի տարբերություն K-ի, այսինքն ենթադրում ենք, որ հավասարակշռությունը արդեն հաստատվել է ու դրա համար K-ի ենք ստանում, Q-ն իրանից կարող ներկայացնի ոչ հավասարակշռային վիճակում։ Իրա մեջ ներառվում են միայն հեղուկ ագրեգատային վիճակում գտնվող նյութերը, այսինքն պինդ ագրեգատային վիճակումները չեն հաշվում եւ գազայինները չեն հաշվում։ Սա արդեն K-ի դեպքում էլ է նույն ձև, կոնցենտրացիան ներկայացվում է մոլ։ Սա ռեակցիայի քվոտիենտը իրանից ինչա ներկայացնում։ Հիմա առաջ որոշակի խնդիրներ այս էլեկտրաքիմիայի հատվածի վերաբերյալ գրել, առաջի խնդիրը վերաբերվում կիսարեակցիաներին, թե ինչ կիսարեակցիաներ են, որոնք են կիսարեակցիաները ու ոնց են։ Առաջինը գրել ստորև տրվել
կիսարեակցիաների հավասարումները։ Առաջին ռեակցիան դա մեր նույն քննարկեցին կարբոնական էլեմենտի վերաբերյալ, իսկ մյուս երկուսը արդեն ուրիշ ռեակցիաների, բերոքս ռեակցիաների կիսարեակցիաներ է պահանջում, գրեք, չգիտեմ, որքան ժամանակ անհրաժեշտ լուծեք եւ չաթում պատասխանները գրեք, ստուգենք։ Կիսարեակցիաներ ասելով ներառում է եւ անոդի եւ կաթոդի վրա ընթացող ռեակցիաները։ Դրան պատասխանները գրելուց նաև նշեք, թե որ ռեակցիան է, կիսարեակցիան է ընթանում, որը կաթոդի վրա։
Լավ, ոմանք պատասխանել են, եկեք անդրադառնանք լուծմանը, ու քննարկենք, թե ոնց է պատասխանել։ Հմ, Առաջին ռեակցիա, սա ուղղակի առաջին ռեակցիային նա անոդի վրա տեղի ունենում ցինկի օքսիդացում, տեղի ունենում պղնձի վերականգնում, դա քննարկել ենք, ինձ թվում է առաջինը հեշտ էր բոլորի համար գրել է, որովհետև արդեն գրել ու տեսել ենք, թե ինչ է իրանից հետը։ Երկրորդը մագնեզիումի եւ թթվասնի միջև օքսիդացումը տեղի է ունենում անոդի վրա, իսկ թթվասնի վերականգնումը չէ ու գազային թթվասինը 4 էլեկտրոն վերցնելով դառնում է O2 մինուս 2 հատ վրա տեղի ունեցող վերականգնումն է։ Եվ երրորդը կասնում է պերօքսիդի նույնիսկ H2O2-ի օքսիդա, ստեղ O2-ը մինուս 1-ից դառնում է O2 0, ինքը օքսիդանում է եւ մանգանատ իոնը, պերմանգանատ իոնը, մանգանոինը վերականգնվում է կաթոդի վրա թթվային միջավայրում 5 էլեկտրոն մանգան 2 պլյուս, այստեղ իրականում սա կարող է կարող ենք գրել O2 2 մինուսը օքսիդ անիոնը առանց ջրածնի իոնների կորցնելով կորցնել չէ, կորցնելով 2 էլեկտրոն դառնում է թթվածի կուլ, այդ ձևով կիսարեակցիան գրենք։ Սա ավելի շատ տենց մոլեկուլային ասում որտեղ իոնի վերականգնում օքսիդացում չի իրանից ներկայացնում, բայց տեսնում եք, այդտեղ ցինկի եւ մագնեզիումն էլ իոն չեն, հետեւաբար սա էլ է կիսարեակցիա համարվում, O2 2 մինուսով դա էլ է ճիշտ համարվում։ Եկեք, այստեղ ամեն ինչ պարզ է, թե որոշ հարցեր կան։ Այստեղ պերմանգանատ իոնը թթվային միջավայրում է, դրա համար է 5 էլեկտրոն վերցնում, պերմանգանատ իոնը թթվային միջավայրում այդ հատկություններն է ցուցաբերում, չէ՞ մանգանո 2 կառաջանար։ Եթե հարցեր Թե արդեն գրառումներին է վերաբերվում, թե ինչպես է էլեկտրոքիմիական բջիջը ու ոնց են դրանից դուրս բերում էլեկտրաքիմիական ռեակցիա այն բջջում տեղի ունեցող հավասարումները կամ կիսարեակցիան, այստեղ սխալագրվել կիսարեակցիաների հավասարումները։ Չնշեցի այն ժամանակ, որ էլեկտրոքիմիական բջջի գրառման մեջ նաև լուծույթի կոնցենտրացիան, ինչը զուտ է նրա համարատրվում, որ հավասարակշռության հաստատուն ներստի հավասարման մեջ կվոտիենտը գրելու համար ու օգտագործենք հետևյալ արժեքները։ Առաջինը իրանից ներկայացնում է երկաթային, այստեղ պլատինն է էլեկտրոդը, արծային էլեկտրոդը իրանից ներկայացնում է արծաթի ընկղմված արծաթի լուծույթի մեջ, մյուսը իրանից ներկայացնում է երկաթ 2 եւ երկաթ իոնների լուծույթ, որի մեջ ընկղմված է պլատինի էլեկտրոդ, ձեզնից պահանջվում է գրել կիսարեակցիաների հավասարումները, երկրորդը տրիվիալ նիկելային էլեկտրոդ գալվանական բջիջ է եւ երրորդը մեկը իրանից ներկայացնում է ջրածին գազ, ջրածնի գազը իհարկե լուծույթի մեջ, պլատինային էլեկտրոդ, իսկ մյուս հատվածում այդ մանգան 2 պլյուս մանգան O4-ն է։ Կխնդրեմ գրեք ժամանակ տանք, գրեք ձեր պատասխանները չաթում, հետո քննարկենք։
Կրկին կխնդրեմ պատասխան չաթում գրելուց նշեք, թե որն է ընթանում անոդի վրա, որը կաթոդի։ Լավ, շատերը առաջին ու երկրորդ գրառումների են, երրորդին չեն անդրադարձել, եկեք անդրադառնանք դրանց լուծմանը, մինչև երրորդը կարող է մտածեք ինչ ա լինի։ Առաջինը իրանից ներկայացնում է արծաթի, այստեղ խնդիրը մինչև վերջ էի կարդացել, խնդիրը իրանից ներկայացնում է անոդի վրա կիսահավասարները, բայց դուք գրել եք ամբողջ, այսինքն անոդի ու կաթոդի անոդն ներկայացնած, բայց կասեմ կաթոդի վրա ինչ է գնում։ Այստեղ ուղղակի գրառում եթե չեք հիշում, որ անոդի վրա տեղի է ունենում օքսիդացում, ուղղակի հիշեք, որ գրվում է անոդը, այսինքն այս արծաթ եւ արծաթ պլյուսը իրանից ներկայացնում է անոդային կիսաբջիջը։ Ու նաև հիշելով, որ անոդի վրա տեղի է ունենում օքսիդացում, կարող ենք ենթադրենք արծաթ օքսիդանում մինչև արծաթ պլյուս ու դա է իր կիսարեակցիան։ Բոլորը ճիշտ են գրել, տեղի ունենում վերականգնում երկաթի երարժեք իոնը վերականգնում երկարժեք իոնի։ Երկրորդում էլի նույն սկզբունքով, որ սկզբից անոդն օքսիդացում է տեղի ունենում, անոդ ռեակցիան կլինի ալյումինի գումարած ալյումինը ալյումին 3 պլյուս է դառնում, կորցնելով 3 էլեկտրոն, իսկ կաթոդ
անվանում նիկելի վերականգնում մինչև նիկել 0, նիկել 2-ի վերականգ, նիկել 2 պլյուսի նիկել 0, իսկ երրորդի դեպքում արդեն քանի որ մեր մոտ մանգան 2 պլյուս, մանգան O4 մինուս իոններ ունենք, նաև ունենք մեր անոդային հատվածում, որի մեջ ընկղմված է պլատինի էլեկտրոդ։ Ենթադրենք, որ լուծույթում է տեղի ունենում օքսիդացումը ու այստեղ օքսիդացվող պետք է լինի մանգան 2 պլյուսը, որը թթվային միջավայրում մանգան O4-ի է վերա հետ է օքսիդանում, մանգան O4 է դառնում, մանգան 2 պլյուսը վերցնելով 5 էլեկտրոն դառնում է մանգան O4 մինուս։ Իսկ հա կաթոդի վրա էլ տեղի ունենում H2-ի H մինչև H2։ Այդ գազն էլ դուրս է գալիս էլեկտրոդից։ Ну, եթե լուծված է մնում լուծույթում կարող մնա էլի լիարժեք դուրս գալ հնարավոր։ Սա կիսարեակցիաների հավասարումներն էին գրառումից դուրս բերված այդ դրա վերաբերյալ խնդիրներ։ Հաջորդը արդեն էլ ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալների արժեքների հաշվարկին է վերաբերվում, օգտվելով ստորև տրված աղյուսակից, ստեղ տրված է ձեզ որոշակի ռեակցիաների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալներ համեմատած ջրածնական էլեկտրոդային պոտենցիալի հետ։ Օգտվելով դրանից հաշվեք հետևյալ երկու էլեկտրական բջիջների, գալվանական էլեմենտների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալի արժեքները եւ նաեւ դրանից հետո ենթադրություն կատարեք, թե չէ, հաշվեք գիպսի ազատ էներգիան ու կատարեք ենթադրություն։ Ռեակցիան կընթանա ինքնաբերաբար, թե ոչ։ Այս ծախսում ձեզ տրված է մի քանի այդպես օգնող բաներ, հաստատումներ, R-ի արժեք 8.314, F-ը 96485։ Սա էլ այս 0.059 բաժնած n-ը նույնն է, ինչ որ R-ն բաժնած F-ը 298 կելվինում, բայց կխնդրեմ հաշվեք եւ գրեք չաթում, հետո քննարկենք։
Լավ, եկեք անդրադառնանք լուծմանը, տենում եմ որոշ պատասխաններ։ Ստեղ առաջին էլեկտրաքիմիական բջջում, գալվանական բջջում տենում ենք, որ անոդի վրա տեղի է ունենում երկաթ 2+ օքսիդացում մինչև երկաթ 3+։ Իսկ կաթոդի վրա տեղի է ունենում արծաթի իոնների վերականգնում մինչև արծաթ։ Աղյուսակից վերցնելով այդ տվյալները, որ արծաթի վերականգնման համար 0,80 է, երկաթի վերականգնման համար 0,77, այն բանաձևից, որ ստանդարտ էլեկտրոքիմիական պոտենցիալը բջջի հավասար է E0 կաթոդ հանած E0 անոդ, ստանում ենք, որ մեր առաջին բջջի ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը հավասար է 0,8-ից հանած 0,77 ու հավասար է 0,03 վոլտի։ Դրանից հետո այն տեղադրելով դելտա-G-ն հավասար է մինուս NF-ի արտահայտության մեջ, այստեղ տեսնում ենք, որ կաթոդի վրա էլ է տեղի ունենում 1 էլեկտրոնի անցման ռեակցիա, անոդի վրա էլ է տեղի ունենում 1 էլեկտրոնի անցման ռեակցիա, հետևաբար մեր մոտ n-ը 1 է, տեղադրելով 1 անգամ 96485 անգամ 0,03 ստանում ենք 2894.55 մոտավոր ճիշտ պատասխաններ տեսել եմ չաթում, այսքան ջոուլ մոլ, հա, մոռացել էի նշել, որ այս բաները տեղադրելով, չափամիավորներով տեղադրելով, ստանում ենք գիպսի ազատ էներգիան ջոուլ մոլով։ Նույն գործողությունները կատարելով երկրորդ բջջի համար, առաջինում տեղի է ունենում մանգան 2+-ի օքսիդացում մինչև մանգան O4- թթվային միջավայրում։ Կաթոդի վրա տեղի է ունենում քլոր մինուս իոնների քլոր 2 իոնների վերականգնում մինչև քլոր մինուս ածխածնի էլեկտրոդը կախված նրա մեջ։ Հետևաբար մեր մոտ E կաթոդից, երբ որ հանենք E անոդ, այսինքն 1,36-ից, հեսա քլոր 2-ի վերականգնման էլեկտրոդային պոտենցիալից, հանենք մեր մանգան O4- վերականգնման էլեկտրոդային պոտենցիալը 1,51, կստանանք մինուս 0,15 վոլտ։ Ու ըստ դրա կրկին տեղադրելով դելտա-G մինուս NF-ի արտահայտության մեջ ստանում ենք, որ մոտավորապես 144.7 կիլոջոուլ մոլի է հավասար մեր դելտա-G-ն, սեղ ինչու է 10 էլեկտրոն, շատերը կարող է 5 տեղադրած լինեն ու կես թիվը ստացած լինեն, եթե գրեիք ուղղակի ռեակցիան կտենանք, որ երկու հատ պերմանգանատ մասնակցում ռեակցիային ու հետևաբար մեկ պերմանգանատի համար 5 էլեկտրոն ապել, երկու պերմանգանատի համար 10 էլեկտրոն ու տեղադրելով այս սրա մեջ ստանում ենք 144.7 կիլոջոուլ մոլ, սա վերաբերում էր ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալներին, հիմա անդրադառնանք վերջին թեմային, որը իրանից ներկայացնում է նեռնստի հավասարումը։ Առաջին խնդիրը իրանից ներկայացնում է, որ գալվանական էլեմենտի կիսաբջիջներն են ֆերում 3+, ֆերում 2+, այսինքն մեր մոտ լուծույթը ֆերում 3+, ֆերում 2+ է, ընկղմված է նրա մեջ պլատինային էլեկտրոդ եւ մյուս կիսաբջիջը արծաթ պլյուս արծաթ կիսաբջիջն է, այսինքն արծաթ պլյուսի լուծույթի մեջ ընկղմված է արծաթ։ Օգտագործելով ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալի արժեքը, այս կիսարեակցիաների համար հաշվել բջջում տեղի ունեցող ռեակցիայի հավասարակշռության հաստատունը։ Եթե պետքա, կարամ հետ գամ, որ ստեղ էլ աղյուսակից օգտվեք, բայց կարող ուղղակի նայեք հետեւեք նույնիսկ։
Հա, այս խնդրի դեպքում մոռացա նշեմ, որ առաջին կիսարեակցիայի համար դելտաժ մինուսով էր, հետևաբար ռեակցիան կընթանա ինքնաբերաբար, երկրորդի դեպքում դելտաժ պլյուսով է, որ ռեակցիան չի ընթանա ինքնաբերաբար։ Հա, այս խնդիրը լուծեք, մի 3 րոպեից անդրադառնանք արդեն։
Եկեք անդրադառնանք այս առաջի խնդրի լուծմանը։ Այստեղ լուծման սկզբունքը որն էր լինելու։ Դուք պետք է հաշվեիք այս բջջի ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը, այդ ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը տեղադրեիք մինուս NF-ն արտահայտության մեջ գտնեիք գիպսի ազատ էներգիան, այդ գիպսի ազատ էներգիան է հավասար է մինուս RT լոգարիթմ K բնական հիմքով լոգարիթմ։ Այստեղ նու ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը նախորդ խնդրում էլ էինք հաշվել 0.8-ից հանած 0.77 նույն բջիջն է 0.03 վոլտ է իրանից ներկայացնում այդ նույն մինուս NF-ն որ հավասար է մինուս RT լոգարիթմ K երբ որ RT-ն տանենք հավասարման ձախ կողմ այսինքն մինուս լոգարիթմ բնական հիմքով լոգարիթմ K-ն հավասար է մինուս NF-ն բաժանած RT, այդտեղից F-ը բաժանած RT-ն մեր նույն 0.1 բաժանած 0.0592-ն է, այստեղ ուղղակի այդ գործողությունն է իրականացված։ Ու նաև անցում է կատարված բնական հիմքով լոգարիթմից 10-որդական հիմք 10 հիմքով լոգարիթմի կարող ուղղակի այդ գործողությունը չիրականացվել էր, ուղղակի գրվեր մինուս ու n-ը հավասար է 1-ի, ուղղակի գրվեր մինուս 1 անգամ 96485 անգամ 0.03-ը հավասար է մինուս RT, մեր դեպքում RT-ն 8.314 298 կելվին է ու լոգարիթմ կա այդտեղից բնական հիմքով լոգարիթմ, այդտեղից լոգարիթմ կան հաշվում եք ու գտնում եք, որ 3.216-ի է մոտավորապես հավասար, ճիշտ պատասխաններ տեսել եմ չաթում, բայց նաև սխալ պատասխաններ եմ տեսել, չգիտեմ ինչն է սխալ իրականացվել, սա լոգարիթմի կայի հաշվարկի համար վերաբերյալ խնդիր էր, երկրորդը իրանից ներկայացնում է հետևյալը Գալվանական էլեմենտի մի կիսաբջիջը իրանից ներկայացնում է անագ ընկղմված անագի քլորիդի լուծույթի մեջ, մյուս կիսաբջիջը պլատինի էլեկտրոդ ընկղմված լուծույթի մեջ, այդ լուծույթը պարունակում է 1 մոլ լիտր քրոմ 3 պլյուս, 1 մոլ լիտր քրոմ 2 օյոտ 2 մինուս և 0.1 մոլյարությամբ H պլյուս իոններ։ 298 կելվին ջերմաստիճանում, հաշվել բջջի ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը և իրական էլեկտրոդային պոտենցիալը տվյալ պայմաններում։ Այսինքն, որպես հուշում, ինչ պետք է իրականացվի, պիտի հաշվեք բջջի ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը կաթոդի հանելով անոդը, եկաթոդից անոդ ու տեղադրեք արդեն նեռնստի հավասարման մեջ, հետո համապատասխան իր ռեակցիայի քվոտիենտով ու ստանաք Y-ի արժեքը։ Ստեղ հավելյալ տրված է Y0 անագ 2 պլյուս անագը հավասար է մինուս 0.14, որովհետև ստեղ այս նախորդ խնդրում տրված չէր անագի համար, եթե քրոմ 3 քրոմ 2 օյոթից քրոմ 3-ի անցումն էլ 1.33 վոլտ է։ Կխնդրեմ լուծեք, և սա կլինի այսօրվա վերջին խնդիրը։
Լավ, արդեն տեսնում եմ պատասխաններ ու ճիշտ պատասխաններ եմ տեսնում։ Այստեղ լուծման սկզբունքը, որը պետք է լիներ, էլի, նշեցի նույն սկզբունքով պետք է երկաթոդի ցանեգի անոդը, ը, ը, մ, մեր մոտ ընդհանուր հավասարեցված ռեակցիան, որը տեղի է ունենում բջիջում, հետևյալն է. անագը փոխազդում է քրոմ 2 օյոդ 2 մինուսի հետ, 14 հատ H+ իոններ են գումարվում ու ստացվում է 3 հատ անագ 2+ ու 2 հատ քրոմ 3+, նաև ջուր է առաջանում։ Սա մեր բջջի ներկայացումն է, այսինքն բջջի notation-ը, ոնց է ինքը ներկայացվում, ստեղից երևում է, որ մեր մոտ անոդը, որի վրա տեղի է ունենում օքսիդացում, անագն է, անագի հատվածն է, իսկ քրոմ 2 օյոդը քրոմի հետ պլատինային էլեկտրոդով ընկղմված մեր կաթոդն է։ Հետևաբար մեր մոտ երկաթոդի ցանած Է անոդը հավասար կլինի 1,33-ից, որի արժեքը գիտենք հանած, մինուս 0,14, այսինքն գումարվում է, ստացվում է 1,47 վոլտ ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալի համար։ Հաջորդի պետքա գրեիք նեռնստի հավասարը, որ են հավասարը E0 հանած RTNF լոգարիթմ Q կամ 0,0592, քանի որ ստանդարտ պայմանները բաժանած n լոգարիթմ Q 15-ով, որտեղ մեր մոտ n-ը 6 է, քանի որ ստեղ քրոմը պլյուս 6-ից չէ, քրոմը պլյուս 6-ից դառնա քրոմը 3+, 3 էլեկտրոն, բայց քանի որ երկու քրոմ է մասնակցում ռեակցիային, մեր մոտ հետևաբար 6 էլեկտրոն է ընդհանուր։ Ու տեղադրելով հավասարման մեջ ռեակցիան ունենք, ռեակցիայի կվոտիենտը գրելու համար Q-ն հավասար է վերջանյութերում, այսինքն անագ 2+-ի կոնցենտրացիայի խորանարդ, քրոմ 3+-ի կոնցենտրացիայի քառակուսի, ջուրը դե չենք գրում, ինչպես գիտենք, ոչ հավասարակշռության հաստատունի մեջ, ոչ քվոտիենտում, բաժանած քրոմ 2 օյոդ 2 մինուսի կոնցենտրացիա անգամ H+-ի կոնցենտրացիայի 14, տեղ անագը պինդ ագրեգատային վիճակում է, հետևաբար չի գրվում։ Տեղադրելով կոնցենտրացիաները, որոնք ձեզ տրված են, ստանում ենք, որ 1-ը բաժանած 0,1-ի 14 աստիճան գալիս է 10-ի 14 աստիճան, մեր ռեակցիայի քվոտիենտը։ Դա տեղադրելով նեռնստի հավասարման մեջ, ստանում ենք, որ 1,47-ից հանած այդ արտահայտությունը հավասարվում է 1,47-ից հանած 0,138, 1,33 մոտավորապես, բոլորը գրեթե ճիշտ են գրել, ինչը վկայում է, որ արդեն դուք հստակ կարող եք տարբերել, այսինքն ամբողջ թեման կարելի ասել յուրացրել եք, հստակ կարող եք տարբերել որն է անոդի ռեակցիան, որն է կաթոդի ռեակցիան, ինչպես են ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալ հաշվում ու նեռնստի հավասարումից ոնց են օգտվում։ Այսօր նախապատրաստել էի այսքանը, եթե ասենց կարճ արագ introduction, ներածություններ դեպի էլեկտրոքիմիա, հաջորդ երկու դասախոսությունները կրկին էլեկտրոքիմիային են վերաբերվելու, հաջորդ դասախոսությունը կլինի մյուս երեքշաբթի օրը, եթե ինչ-որ փոփոխություններ լինի, չաթում կգրենք, եթե հարցեր ունեք, կարաք չաթում գրեք, եթե չունեք, կարանք արդեն անջատենք, դուրս գանք։ Լավ, կարծես թե հարցեր չկա, շնորհակալ եմ երեխեք ջան, հաջողություն, մինչ հաջորդ հանդիպում։ Հաջողություն։